Երբ մենք մահանում ենք, մենք ոչինչ չենք վերցնում մեզ հետ, ոչ տիտղոսը, ոչ ունեցվածքը, ոչ ոսկին, նույնիսկ սպիները, որը մենք պլանավորել ենք թաքցնել, մենք հեռանում ենք դատարկ ձեռքերով, մեր գրպաններով, լիովին դատարկ, մեր լուսանկարները պահվում են որևէ դարակում, մեր ժպիտից հետո ոչ ոք չի կարող կիսվել, մեկ ժառանգորդը ստանում է տունը, մյուսը ստանում է մատանին, որը երբեք չի կրել, ամենահավատարիմ ժառանգորդը գլխացավ է ստանում, գույքագրման հետ կապված դահլիճում ձայներ են բարձրանում, բացահայտելով քողարկված շահերը, ամեն ինչի մասին, որ նրանք կարող են վերցնել մեր կալվածքից։ Երբ մենք մահանում ենք, մենք հեռանում ենք դատարկ ձեռքերով, մենք նույնիսկ մեր անձը հաստատող տաստաթուղթը չենք վերցնում, մենք թողեցինք բանալիները, մենք թողեցինք մեքենաները, մենք թողեցինք ամրոցները, մենք թողեցինք զարդերը, հեռանալու ժամանակը հեշտ է, պայքարի ժամանակը դժվար է, ժառանգները կպայքարեն առանձնատան համար, գարնանային կաթսայի համար, նույնիսկ զուգարանի թղթի համար, բայց մենք դատարկ ձեռքերով ենք հեռանում, մենք նույնիսկ չենք վերցնում մեր անձնագրերը, մեր անձնագրերը մնում են ինչ-որ դարակում, մեր ուսանկարը, որը ժամանակի ընթացքում արել է, մնում է ամենուրեք, ով կհիշի, թե ինչ ունեին, ժառանգները միայն այն են ուսում, ինչ մենք թողել ենք, թե դաբլրի վրա գտնվող առանձնատունը, թե զրպի պատկերը, որը մաքրվում է խոհանոցի լվացարանի մոտ, թե դա ժանգոտած տապատը, թե դա գարնանային կաթսան, ժերանգները կկրվեն ամեն ինչի համար, ինչ մենք թողել ենք, բացի մեզանից, երբ ժառանգոտ սերան է վերցնում, մյուսն ասում է, ես կպահեմ մեքենան, ես հոգ տարա հայրիկի մասին, նավթան նրա մահ, զարանգները արդեն գրվում են հյուրասենյակում, մեր հուղարկավորությունից առաջ, նրանք կարծես կիշատիչ ագրավներ լինեն,
հա